Առանց քաղաքական որոշումների Բոսֆորի ափին գտնվող Թուրքիայի Չրաղան պալատում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը տևել է ավելի քան 1 ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, իսկ ուկրաինական պատվիրակությունը երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Բանակցությունների ավարտից անմիջապես հետո նրանք կարճ մեկնաբանել են բանակցությունների ընթացքը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ երկրորդ փուլում պայմանավորվել են փոխանակել բոլոր ծանր վիրավորված եւ վատ առողջ ռազմագերիներին եւ մինչեւ 25 տարեկան բոլոր անձանց։ Ուկրաինան եւ Ռուսաստանը պայմանավորվել են նաեւ 6000-6000-ի դիմաց սկզբունքով փոխանակել զոհված զինծառայողների աճյունները։ Մենք պայմանավորվել ենք փոխանակումների շուրջ եւ շուտով կտեղեկացնենք մանրամասների մասին։ Մենք կենտրոնացել ենք նրանց վրա, ովքեր ծանր վիրավորում են ստացել, ովքեր հիվանդ են։ Մենք կենտրոնացել ենք երիտասարդների փոխանակման, ինչպես նաև դիերի վերադարձի վրա։ Մենք համոզված ենք, որ առանցքային բոլոր հարցերը կարող են լուծվել միայն առաջնորդների մակարդակով, եւ նրանց հանդիպումը կարող է լինել այլ ղեկավարների հնարավոր ներգրավմամբ, օրինակ Միացյալ Նահանգների նախագահի։ Մենք նաև ռուսական կողմին առաջարկել ենք հանդիպում անցկացնել մինչև այս ամսվա վերջ, հունիսի 20-ից 30-ն ընկած ժամանակահատվածում, ինչը կարևոր է բանակցային գործընթացում առաջընթաց գրանցելու համար։ Ռուսաստանն Ուկրաինային առաջարկել է հստակ զինադադար 2-3 օրով ռազմաճակատի առանձին հատվածներում, որպեսզի հնարավոր լինի դուրս բերել զոհված զինվորների մարմինները։ Ուկրաինացի զինվորականները խոստացել են մոտ ապագայում աշխատել առաջարկի վրա։ Ռուսաստանն Ուկրաինային տվել է կարգավորման վերաբերյալ իր հուշագրի նախագիծը, հավելել ուկրաինական կողմը կուսումնասիրի այն։ Թուրքական կողմին ենք ներկայացրել մեր հուշագիրը, որը բաղկացած է 2 մասից։ Առաջինն այն է, թե ինչպես հասնել իրական երկարաժամկետ խաղաղության, իսկ երկրորդ մասը ինչ քայլեր ձեռնարկել լիարժեք զինադադարը հնարավոր դարձնելու համար։ Այդ մասում նույնիսկ որոշակի փոփոխականություն կա։ Հուշագիրը բավականին մանրամասն է մշակված։ Ուկրաինական կողմը վստահեցրել է 1 շաբաթվա ընթացքում կուսումնասիրի հակամարտության կարգավորման մասին Մոսկվայի ներկայացրած հուշագիրը եւ կպատասխանի։ Ստամբուլյան հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տեղահանված եւ Ռուսաստան տեղափոխված ուկրաինացի երեխաների հարցը։ Բանակցություններից հետո Մեդինսկին նշել է, որ Ռուսաստանի կողմից առևանգված ոչ մի երեխա չկա։ Նա ընդգծել է, որ խոսքը հազարավոր երեխաների մասին չէ։ Ուկրաինական կողմը փոխանցել է 339 անունից կազմված ցանկ։ Յուրաքանչյուր դեպք կուսումնասիրվի եւ Ռուսաստանը երեխաներին կվերադարձնի Ուկրաինա, եթե գտնվեն նրանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները։ Հանդիպումից հետո բանակցությունները հյուրընկալած երկրի Թուրքիայի նախագահն այն անվանել է գերազանց եւ ողջունել գերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Էրդողանը նաեւ շեշտել է, որ Անկարան պատրաստվում է նախաձեռնել Պուտինի, Թրամփի եւ Զելենսկու հանդիպումը Թուրքիայում։ Մերի Ներսիսյան, լուրեր։